Գլուխ 18 Օգնություն ներսից Բայց երբ որ նա ճշմարտության հոգին կգա, նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև իր անձից չի խոսի, այլ ինչ որ կլսի կխոսի և գալու բաները կպատմի ձեզ։ Հովհաննեսի 16:13 Ուշադրություն դարձնենք, թե ինչ ասաց Հիսուսը Սուրբ Հոգու մասին Հովհաննեսի 16:13-ում. Նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ։ Նա կառաջնորդի ձեզ, որովհետև իր անձից չի խոսի, այլ ինչ որ կլսի կխոսի։ Սուրբ Հոգին խոսում է։ Այն, ինչ նա լսում է Աստծուց և Հիսուսից, փոխանցում է ձեր հոգուն։ Որտեղ է նա խոսում։ Նա ձեր հոգում է և խոսում է հենց ձեր հոգում։ Նա չի խոսում օդում։ Նա խոսում է ներսում։ Սուրբ Հոգին Աստծո ուղերձը փոխանցում է ձեր հոգուն ներքին վկայության, ձեր խղճի, մեղմ ու աննշան ձայնի կամ ավելի հեղինակավոր ներքին ձայնի, Սուրբ Հոգու ձայնի միջոցով, և գալու բաները կպատմի ձեզ։ Ես չեմ հավատում, որ Սուրբ Հոգին մեզ ցույց կտա միայն ապագայի այն իրադարձությունները, որոնց մասին գրված է Աստծո խոսքում։ Այս խոսքը նաև նշանակում է, որ Սուրբ Հոգին ձեզ ցույց կտա այն, ինչ ապագայում տեղի է ունենալու ձեր կյանքում։ Օրինակ, մեր ընտանեկան շրջանակում չի եղել ոչ մի պահ, որի մասին ես նախապես չիմանայի։ Աներոջս մահից 2 տարի առաջ ես արդեն գիտեի այդ մասին և կնոջս նախապատրաստեցի։ Կինս աներոջս միակ դուստրն էր, ընտանիքի փոքրիկը։ Նա շատ մտերիմ էր հոր հետ և գիտեի, որ դժվարությամբ կտաներ նրա մահը։ Ես նրան ասացի. «Թանկագինս, դու գիտես, որ պարոն Ռուքերը ծերանում է»։ Հաջորդ 2 տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ խոսում էի այդ մասին, ուղղակի նրան նախապատրաստելու համար։ Եվ մի օր, երբ հավաքույթի էի, տնից հեռու, հեռախոսազանգ ստացա։ Ինչ-որ ձայն իմ ներսում ասաց. «Վերցրու հեռախոսը, դու կլսես այն, ինչի մասին խոսում էիր վերջին 2 տարիների ընթացքում»։ 28 օր անց նա արդեն երկնքում էր։ Դուք անպատրաստ չեք, երբ նախօրոք գիտեք գալիք իրադարձությունների մասին։ Հովհաննեսի 14:26-ում գրված է. «Բայց Մխիթարիչը, Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ամեն ինչ, որ ձեզ ասացի»։ Սուրբ Հոգին ձեզ կսովորեցնի, նա ձեզ ամեն ինչ կհիշեցնի։ Մարդիկ հաճախ ինձ հարցնում են. ինչպես եմ այդքան բան հիշում։ Մի ժամանակ կարող էի անգիր ասել նոր կտակարանի 3/4-ը։ Ինչպես եք հիշում Սուրբ գրային խոսքերը։ Ես միշտ պատասխանում եմ. ես երբեք չեմ փորձել անգիր սովորել Սուրբ գրային խոսքերը և ոչինչ չգիտեմ հիշողությունը զարգացնելու մասին։ Կարծում եմ կարող եք զարգացնել ձեր միտքը, եթե աշխատեք այդ ուղղությամբ, բայց ես պարզապես խոսում եմ և Սուրբ գրային խոսքերը գալիս են իմ ներսից։ Սուրբ Հոգին է հիշեցնում ինձ, նա իմ ներսում է։ Սուրբ Հոգին ձեզ ցույց կտա գալիք իրադարձությունները և ամեն ինչ կհիշեցնի, երբ սովորեք համագործակցել նրա հետ։